Իհարկե սիրելի բարեկամներ, շատ երկար զրույց կլինի ասուլիսի համար երևի ոչ այնքան չափով պիտանի, ինչից եղավ, ինչից չեղավ, մանավանդ մենք այսպես լոխման հեքիմը չենք, որ նստենք բացատրենք, թե դա ինչից եղավ, բնականաբար քաղաքական ուսակցական բողի վրա շատերը ունեն ծայրահեղ գաղափարներ, շատերը ունեն այդ գաղափարները իրագործելու միջոցների տարբեր ուրեմն չափանիշներ, նաև հասարակության մեջ կան հասունացած խնդիրներ, նաև տարբեր ուրեմն հարթություններում տարբեր դժգոհության կամ ինչ-որ հասարակության մեջ դեր խաղալու այսպես ասած ցանկություն, որը զուգորդվում է ինչ-որ գործողություններով, դրանք կլինեն ցույցեր, միտինգներ, կամ իհարկե վերջին դեպքը ծայրահեղ այսպիսի ուրեմն միջոցը, որը արդեն բնութագրվում է և մտավորականության, և քաղաքական գործիչների, և լրագրողների, և աշխարհի արձագանքներ տեսնում ենք, այսպիսի ահաբեկչական համաշխարհային ֆոնի վրա նման գործողությունը բնականաբար ընդունվում է որպես ահաբեկչություն։ Մենք սովոր ենք կարծես թե մեզ փայփայել ինչ տեսակետից աշխարհում կան արարքներ, որոնք աշխարհը գնահատում է բացասական, բայց մենք արարքներ կան նմանատիպ, որոնք մեզ համար գնահատում ենք հայրենասիրական կամ դրական։ 19-րդ դարի հոգեբանությամբ և ֆիդայական շարժում կար և այնտեղ ճնշումները, բռնաճնշումները Թուրքիայում հակազդում էին ֆիդայիները, ֆիդայական մեր երգերով, նաև գրականության մեջ Հայդուկի երգը Իսահակյանի և Վարուժանի, Սիամանթոյի գրվածքները, դրանք ազգային, այսպես ասած, ազատագրական պայքարի ֆոնի մեջ էին, այդ ընթացքին։ Հետո 20-րդ դարում Եղեռնից հետո եկավ վրեժխնդրության ալիքը, վրեժխնդրության ալիքը, այսինքն չդատապարտվածների պիտի դատապարտեր վրեժխնդիրը, վրեժ լուծելով, դա եղավ, դա մտնում էր տրամաբանության մեջ և Եվրոպական դատարանում Սողոմոն Թեհլերյանի պարագայում ընկալվեց, բայց հետո շարունակել ես հոգեբանությամբ և աշխարհին ասել, որ մենք որևէ քաղաքական կամ հայրենասիրական գործ պիտի ահաբեկչությամբ լուծենք, դա չի ընկալվելու, մեր մտքից պետք է հանենք այսուհետ, որ աշխարհը ունի որոշ հարցերի հանդեպ, հատկապես ահաբեկչության, միակերպ գնահատական, դա չի ընդունելու, և մեր մեջ ուրեմն պիտի մենք կարողանանք և կրթական ծրագրերում, և գրականության, և մշակույթի մեջ այդ աշխարհի հետ միակայլ գնալու ուրեմն ռիթմը ունենալ, մենք չպետք է մեզ համար մշակենք երկակի ստանդարտներ, մեր ահաբեկչությունը սկսենք գովել, այլոց ահաբեկչությունը համարենք ահաբեկչություն։ Այս դաստիարակությունը, եթե մենք շարունակենք, որ մերը հայրենասիրական ահաբեկչություն է, գաղափարախոսական ահաբեկչություն է, մարդասպանություններ ցավալիորեն ես տեսնում եմ, որ որոշ անհատներ, ոչ իհարկե խելամիտ, սկսում են պատճառաբանել սպանությունները, սպանությունը, նման ագրեսիաները արդարացնելը դա մեծ չարիք է մեր ապագայի համար։ Ես կարծում եմ, պիտի շատ ճիշտ գնահատենք այո, և հասարակության մեջ, և իշխանության, անկեղծ, ես էլ եմ շատ շփվում տարբեր նախարարությունների, իշխանավորների հետ և տեսնում եմ հաճախ, որ կան մարդիկ, որոնք իրենց տեղում չեն, այդ դա չի նշանակում, ես գրողի հարցերով դիմում եմ և այլն, որ ես պիտի թուրը առնեմ, գնամ խփեմ այդ մարդկանց սպանեմ։ Պիտի այդ ամենը խելամիտ, իսկապես քաղաքական, հասարակական, մեր խնդիրները օրենքի սահմաններում։ Ես նկատել եմ, այդ մասին գրել եմ բազմիցս, հայերը
աշխարհի շատ երկրներում լինելով, ապրելով դառնում են այդ երկրների օրինավոր քաղաքացի։ Հայաստանի Հանրապետությունում չգիտես ինչի օրենքի հանդեպ կա որոշակի այսպես կամահարանք։ Գուցե կարող եք ասել երթևեկության կամ այլ օրենքներ կամ սահմանադրության մեջ չգիտեմ ինչ որ օրենքներ կան, որոնք ներ չեն համընկնում։ Գուցե դրանք քննարկվի, գուցե դրանք ցույց տրվի, գուցե այդ ամենը բացահայտվի, ասվի, բայց երբ օրենքի հանդեպ դու ունում ես կամահարան կամ այսպեսի կողմնակի ինձ կարելի է կամ ուրիշ ինչի կարելի կամ ուրիշի կարելի է ինչ չի կարելի, ես հոգեբանությամբ ենք օրենքը զանցառնելով կանգնելու ենք անօրինական խնդրի առջև։ Ես կարծում եմ իմ այսպես ասած խնդիրը այստեղ գալու այն է, որ այդ ընկերներին, ովքեր գրավել են պարեկապահական ծառայության շենքը, իրենք խելամիտ լինեն եւ հանձնեն զենքերը, չվտանգելով իրենց կյանքը, չվտանգելով ուրիշների կյանքը, վերջապես ես կարծում եմ նրանք Դոստոևսկու ոճի եւ պատիժ վեպը կարդացած կլինեն, որտեղ մարդը ոճիր է գործում, բայց նաեւ իր կյանքի մեջ հասնում է ինքնամաքրման, քրիստոնեական հոգեբանության, մենք երևի թե պիտի քրիստոնեական լեզվով խոսենք, եթե մենք դատապարտում ենք իսլամիստ ահաբեկիչներին, իսլամական այդ ահաբեկիչների գործողությունները, ապա ինքներս քրիստոնյա լինելով իրավունք չունենք մարդ սպանել, իրավունք չունենք ուրիշի իրավունքները ոտնահարել։ Այդ առումով իմ եղբայրական հայի, քրիստոնյայի հորդորը կլինի ընկալել, զգալ հասարակության այս ցնցումները, այս վիճակը բոլորիս հուզող, պիտի նաև ինչ-որ չափով իրենց դերի օրինական դաշտ ճշմարիտ